Հունիսի 6-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության ղեկավար կազմը եւ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին, անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում։ Արփինե Սարգսյանը մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով։ Ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անդրադառնալով առանձին հանցատեսակների եւ հասարակական կարգի պահպանությանը այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։